Բարև ձեզ։ Եթերում հարցազրույցն է, հարցազրույցի տաղավարում մենք այսօր հյուրընկալել ենք թուրքագետ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանին։ Բարև ձեզ, պարոն Մելքոնյան, շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Հաղորդումը սկսենք հետևյալ հարցից, որը վերջին շրջանում շատ է քննարկվում, հասարակությանը դնում են երկընտրանքի առջև, պարոն Մելքոնյան, որ ընտրեք կամ Արցախը կամ Հայաստանը, քանի որ թուրքական աշխարհը մեր առջև կարծես պայման է դրել, եթե մենք հրաժարվում ենք Արցախից, ապա նրանք երաշխավորում են Հայաստանի Հանրապետության անվտանգ գոյությունը։ Դուք որպես թուրքագետ, թուրքական աշխարհը ուղղն ու ծուծով իմացող անձնավորություն, ինչ եք կարծում, Թուրքիան մեզ նայում է առանձին Արցախ, առանձին Հայաստան, թե մեզ նայում է ընդհանուր որպես հայկական գործոն, կապ չունի Արցախ, Հայաստան, եւ արդյոք այս տարաբաժանումը adekvat է։ Նախ շատ ճիշտ ձևակերպում տվեցիք, այո, մեզ նայում է որպես հայկական գործոն եւ թուրքական տանդեմի, Թուրքիայի գլխավորությամբ տանդեմի հիմնական նպատակը այդ գործոնի վերացումն է։ Այսինքն ոչ այնքան Հայաստան պետության վերացումն է, որքան հայկական գործոնի վերացումն է, որտեղ մարիոնետ հայկական պետություն կարող է լինել, բայց որպես գործոն այն չպետք է լինի եւ սա թուրքական վաղուցված ծրագիր է եւ այդ առաջարկած այսպես ասած երկընտրանքը որ Արցախ կամ Հայաստան դա ինքնին ի սկզբանե սխալ է եւ գաղափարական եւ գիտական եւ աշխարհակահաղական բոլոր հարթություններում էլ որ նայենք դա սխալ է որովհետեւ գործոն Հայաստանը դառնում է կամ դարձել է նաեւ շնորհիվ Արցախի շնորհիվ Սյունիքի Հիմա եթե դու քո գործոն դառնալու այսպես մեխանիզմները եւ լծակները զիջում ես, դու դառնում ես անկլավ։ Այսինքն Հայաստան պետությունը վերածվում է անկլավի, այսինքն եթե չկա Սյունիք, ինքնիշխան Սյունիք, եթե դու չես վերահսկում Սյունիքի ճանապարհները, այլ այնտեղով անցնում են օրինակ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը Մեղրիով եւ այլն։ Մի հատ եկեք քարտեզի վրա նայենք, Հայաստանը դառնում է ուղղակի անկլավ եւ բնական է որ անկլավը չի կարող հավակնել ոչ գործոն լինելու ոչ էլ ինքնուրույն ինքնիշխան քաղաքականություն վարելու հետեւաբար այստեղ պայքարը շատ տարբեր հարթություններ ունի թուրք-հայկական պայքարը դարեր տևող պայքարը եւ չպետք է այն ոչ միայն տանել սենտիմենտալ դաշտ Եվ չպետք է տանել այսպես պարզունակ դաշտ ասելով, որ գիտեք, եթե մենք Արցախը տանք, հանգիստ կապրենք եւ այլն եւ այլն։ Մենք տեսնում ենք, չէ, որ դա այդպես չէ։ Եվ եթե մենք ուղակի նայենք Ադրբեջանի պետական հեռուստաընկերությամբ ցուցադրվող եղանակի տեսությանը, ապա կտեսնենք, որ Արցախը տալով ամեն ինչ չի վերջանում, Արցախը տալով ամեն ինչ սկսվում է։ Հետևաբար այդ երկընտրանքը, որը ներկայացվում է հասարակությանը, կեղծ է եւ հասարակության հետ հարաբերությունները ըստ էության ազնիվ չեն այդ ներկայացնողների կոնկրետ իշխանությունների, որովհետև ուղղակի սուտ են, կեղծիք են ասում հասարակությանը եւ հասարակությունը շատ քաղաքագիտական վերլուծություններ չպետք է անի տեսնելու համար, որ դա այդպես չէ։ Եթե պետք է Էրդողանը կամ Թուրքիան որոշի մեր ներքաղաքական ինչ-որ խնդիրներ, Եթե իրենք պետք է որոշեն Ալիևը հոխորտում է, չէ, մենք պետք է որոշենք Հայաստանի սահմանները, Հայաստանը ինչքան բանակ ունենա, Հայաստանը ինչ անի եւ այլն, այստեղ կարող են գնալ շատ ավելի առաջ եւ բնական է որ Թուրքիան պետք է որոշի Նեմեսիսի հուշարձան այստեղ պետք է լինի թե ոչ, ցեղասպանության համալիր պետք է լինի թե ոչ եւ այլն եւ այլն։ Եթե մի Նեմեսիսի հուշարձանի հետ կապված Թուրքիան հայտարարություններ է անում այս իրավիճակում դու պատկերացրեք երբ որ Հայաստանը վերջնականապես կորցնի իր լծակները իր գործոն լինելու լծակները ապա այստեղ թուրքական թելադրանքը ինչքան է խորանալու սա իրոք ավարտն է լինելու հայկական ինքնուրույն քաղաքակրթության ոչ միայն պետության այլև քաղաքակրթության որովհետև եթե դու քո մշակույթը քո հիշողությունը քո պատմությունը ինքնուրույն չես կարողանում որոշես այլ պետք է այլ օտար թշնամի պետության թողտվությամբ այդ ամեն ինչը կարգավորես ուրեմն դու որպես քաղաքակրթություն ավարտված ես Պարոն Մելքոնյան տեսեք այս առումով իշխանական այսպիսի թեզ կա որը կամաց խոսքում է հասարակական գիտակցության մեջ դա այն է որ մենք պետք է վերագնահատենք մեր վերաբերմունքը հարևանների նկատմամբ խոսքը գնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի եւ հատկապես Թուրքիայի մասին այդ տեսեք ասում են որ Դա ամենաբարձր մակարդակով է նաև ասվել, ես լսել եմ տարատեսակ խոսակցություններ հասարակության տարբեր անդամների կողմից, որ
այ եթե մենք լուծենք մեր խնդիրները, մեր ստերեոտիպային մտածողությունը առ Թուրքիա, ապա կարող է բացվել խաղաղության, այսպես ասած, դարաշրջանը Թուրքիայի հետ, որովհետև եթե չունենանք մենք կոնֆլիկտի առարկա Թուրքիայի հետ կամ Ադրբեջանի հետ, հետեւաբար կլինի խաղաղություն եւ անկլավ է, ոչ անկլավ է, մարդկանց առաջարկում են, այ դուք կապրեք ավելի լավ, քան հիմա ապրում եք խաղաղության մեջ եւ էլ ինչ եք դրանից ավել ուզում։ Տեսեք, երեք առումով փորձենք դիտարկել, հա։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ կոնֆլիկտի առարկան պետք է վերանա, այդ դեպքում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կլինեն լավ հարաբերություններ։ Հիմա եկեք հասկանանք առաջին հերթին, որն է կոնֆլիկտի առարկան, որը Թուրքիայի մոտ ստեղծում է Հայաստանի հանդեպ ճշնամական կամ ոչ բարյացակամ քաղաքականություն։ Կոնֆլիկտի առարկան է Արարատ սարը, կոնֆլիկտի առարկան է մեր հիշողությունը, կոնֆլիկտի առարկա է մեր անձնանունները, մեր տեղանունները, մեր պատմությունը, մեր մշակույթը, տարբեր առումներով։ Նրանք չեն ընդունում անգամ, որ Արամ Խաչատրյանը հայ ինքնուրույն երաժշտության հեղինակ։ Նրանք ասում են, որ Արամ Խաչատրյանը գողացել է Էրզրումի թուրք հովիվներից, մեղեդիները եւ այսպես շարունակ։ Այսինքն կոնֆլիկտի առարկան Թուրքիայի համար դա ոչ միայն հայոց ցեղասպանության փաստի մոռացումն է, Արցախը Ադրբեջանին տալն է, Կարսի պայմանագրի ճանաչումը եւ այսպես շարունակ, այլև այո, բառիս բուն իմաստով մեր զինանշանն է, Արարատսարն է եւ այլն եւ այլն։ Այսինքն եթե մենք հասնում ենք թուրքական կոնֆլիկտի առարկաները այսպես չեզոքացնելու այդ դրույթին, ուրեմն մենք ամբողջովին պետք է փոխենք մեր քաղաքակրթությունը, մեր ինքնությունը եւ այլն։ Դե նման առաջարկել հնչում է։ Արարատ անձնանունը պետք է չդնել։ Եվ այսպես անում։ Դե Արարատը փոխարինենք Արագածով, զինանշանը, չգիտեմ, ռեբրենդինգ անում։ Հա, Արագածն էլ այսպես ժամանակավոր, որովհետեւ կարող ասել ինչ որ պահի թուրքերը գրավել են նաև այդ տարածքը եւ Արագած չել Ալիագյազ է օրինակ։ Եվ այսպես շարունակ, այսինքն չկա որևէ արգելակ, որ այդ թուրքական թուրքերի համար կոնֆլիկտ տաստեղծ երևույթները կվերածվեն։ Հետևաբար այդ թեզը առաջ տանողները դրանք լինեն իշխանական տարբեր ներկայացուցիչներ, թե իշխանական սազանդարներ, որոնք իբրև թե անկողմնակալ են, բայց չգիտես ինչի հմեկում ելույթներ են ունենում եւ իբրև տենց անկողմնակալ վերլուծություններ են անում, իրենք վաղուց խզելով իրենց կապը բարոյականության հետ եւ այլն, դա ի սկզբանե սխալ է, սուտ է, կեղծիք է։ Երկրորդ հարցը, հա, երկրորդ հարթությունը եթե դիտարկենք, խաղաղություն կլինի եւ հանգիստ կապրենք։ Օրինակ Ստամբուլի հայերը հանգիստ ապրում են, որպես Թուրքիայի քաղաքացի։ Հիմա հա կարծես։ Ըստ էության հա, չէ։ Եթե հանկարծ ինքնուրույն բաներ չեն անում, եթե օրինակ իրենց երեխաների անունները Մոնթե չեն դնում, եթե հայոց ցեղասպանության օրը ապրիլի 24-ին զուսպ նշում են մի փոքր խմբով, եթե Արցախի հետ կապված խնդիրներ չեն առաջ քաշվում, հանգիստ ապրում են, իրենց բիզնեսները եւ այլն ունեն, իրենց ընտանիքը բարեկեցիկ է եւ այլն։ Հիմա մենք ուզում ենք դառնալ Ստամբուլի հայ համայնքի մոդելը, այսինքն Հայաստանի անկախ պետականության վերջնական երազանքը Ստամբուլի հայ համայնք դառնալն է, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Եվ երրորդը խաղաղություն կլինի, եթե մենք այս ամեն ինչը վերացնենք, վերանայենք եւ այլն։ Օրինակ, Սիրիայի նախագահ Բաշար al-Ասադը գնում էր, չէ, այդ ճանապարհով, խաղաղություն Թուրքիայի հետ։ Ավելի մտերիմ եք լինելու Էրդողանի հետ, քան թե Ասադն էր մտերիմ։ Ընկերական հարաբերություններ եւ Թուրքիայի ու Սիրիայի միջև վերացված էր վիզայի ռեժիմը։ Վիզա էլ չկար։ Թուրքիայից Սիրիա անցնում էին այնպես, ինչպես մենք Հայաստանից անցնում ենք Վրաստան։ Բայց դա ինչ խանգարեց Թուրքիային, որ մեկ օրում Սիրիայի դեմ սկսի պատերազմ, դա անվանելով հակաաբեկչական եւ մինչեւ հիմա օկուպացնելով Սիրիայի որոշակի տարածքներ։ Հիմա Բաշար al-Ասադը հասկացավ, չէ, որ ինքը սխալ է։ Ընդ որում հայտարարել է, որ ինքը սխալ է թուրքերի հետ մտերմություն անելով եւ հիմա մինչեւ հիմա չի հանդիպում Էրդողանին, ասում է քանի չեն ազատագրել մեր տարածքները, չեմ էլ հանդիպել։ Այ առիթ ունեցել եմ ասելու, Մերձավոր Արևելքի իրոք դուխով ղեկավարը դա Բաշար Ասադն է, ոչ թե ուրիշներ, որոնց թվում է, որ իրենք դուխով են։ Եվ հիմա եթե այս երեք հարթությունները փորձենք ամփոփել,
ուրեմն ինչ-որ ասում են վերանայենք մեր մոտեցումները Թուրքիայի հանդեպ, գիտեք ինչ, եւ կարող է լավ լինել։ Վերանայել, եթե դու ինքդ քեզ լիովին ուզում ես փոխել, դու ինքդ քեզ ուզում ես ուրանալ եւ դրանից ասում ես կարող է լավ լինել, ուրեմն դու այս պետությունն ու այս ժողովրդին տանում ես արկածախնդրության, որովհետեւ Ստամբուլի հայերի, եթե մոդելը դա է, Ստամբուլի հայերի համար էլ կարող է մի օր լավ լինել, կարող է մի օր հանկարծ լավ չլինել։ Եվ ասենք մի անգամ տեսել ենք, այո, ազգայնական ինչ-որ մի խումբ մտնի եւ ինչ-որ փոքր մի կոտորած անի Թուրքիայում։ Հետևաբար, սա մոդել չէ, սա ճիշտ չէ եւ կա ինչքան էլ ասում են պրագմատիկ պետք է նայենք մեր, այսպես մոտեցումները եւ մեր ռեսուրսները եւ Թուրքիայի։ Ով է ասում, որ Թուրքիային հողային պահանջ ներկայացրու եւ ասա պիտի մինչեւ, չգիտեմ, մուշ մեզ հետ տաս։ Ով է ասում, որ ոչ ռեալիստական մոտեցումներ, բայց եթե դու քո ինքնությունը չես հարգում, քո պատիվը չես հարգում ազգային պետական, ուրեմն նրանք էլ չեն հարգելու եւ այստեղ կա հստակ դրա բանալին։ Մերձավոր արևելքում երբեք կոնֆլիկտները չեն ավարտվում եւ երբեք խաղաղություն չի լինում եւ մարդիկ, որոնք մտածում են արևմտյան մոդելով արևելքում հարաբերություններ հաստատել, ահա այդպիսի մտքեր են արտահայտում։ Հիմա Իսրայելը բարեկեցիկ երկիր է, բայց երբևէ դադարել է նրա կոնֆլիկտը իր բոլոր հարևանների հետ։ Ստեղծման օրվանից պատերազմների Ստեղծման օրվանից 24 ժամ պայքարում է մերձավոր արևելքում այդպես է։ Նայեք բոլոր երկրները գրեթե այդպիսի իրավիճակներ են, այսինքն երբ որ մերձավոր արևելքում մարդիկ գնում են խաղաղության, այդ պետությունները վերանում են ուղղակի։ Դրա համար չեմ ասում անդադ գնալ պատերազմի, բայց դուք այստեղ եք ապրում խաղի կանոնները, այստեղ բասկետբոլ չեն խաղում, այստեղ ըմբշամարտ է, այստեղ չգիտեմ ջրային ֆուտբոլ չէ, այստեղ լրիվ ուրիշ ոճի սպորտաձև է, բայց դուք ասում եք, գիտեք, մենք եկեք մենք նայենք հարցերին այնպես, ինչպես նայում են Եվրոպայում։ Եվրոպայում հարյուրավոր տարիներ իրար հետ պատերազմել են, իրար կոտորել են, հաղթել են, պարտվել են, ինչ որ բանաձև գտել են, Եվրամիություն են ստեղծել, ապրում են։ Մերձավոր արևելքում դարեր շարունակ պատերազմներ են եւ հիմա էլ շարունակում։ Մեր միակ ճանապարհը այս մեխանիզմներում ադապտացվել է եւ մեր ինքնուրույնությունը պահպանելն է։ Իսկ դրա մեխանիզմները կան իհարկե, բարդ է, բայց կան։ Այսինքն կոնֆլիկտագեն իրավիճակը չի խոչընդոտում, որ նորմալ բարեկեցիկ պետություն կառուցենք, որովհետեւ շատ դեպքերում հակադրում են, ասում են, այ տեսեք, քանի որ մենք կանգնած ենք պատերազմի վտանգի առջև, դրա համար լավ չենք ապրում, լավ պետություն չունենք, այս մեկը լավ չէ, մեկը լավ չի։ Այսինքն դրանք իրար չեն հակասում։ Գիտեք, դրանք կարող է ինչ-որ պահի պատերազմական իհարկե վիճակները ազդեն տնտեսության, բարեկեցության եւ գլոբալ առումով։ Բայց դուք ընտրության առաջ եք դնում, գիտեք ինչ, հասարակությանը, ոնց որ ասեք, ուզում ես որ քո տունը տանիք ունենա, թե ուզում ես որ դու թանկարժեք վերնաշապիկ ունենաս։ Դու ընտրի վերնաշապիկի եւ քո տանիքի միջեւ։ Ընտրությունը առաջարկը, այդ ընտրության առաջարկը ինքնին սխալ է։ Հիմա եթե քո տանիքը ծակ է, տանիքիդ մի մասը չկա, դու այստեղ ինչքան ուզում ես խալիները լվա, միևնույնն է անձրևը գալու է, ձյունը գալու է եւ այլն եւ այլն։ Հետեւաբար դրանք իրար հետ պետք չի իրար հետ հակադրել։ Այո, կարող է լինել տարատեսակ խնդիր։ Իսրայելը բարեկեցիկ չէ, ելի ուզում եմ հարցնեմ։ Կոնֆլիկտագեն չէ, կոնֆլիկտի մեջ չէ, բայց Իսրայելը գործում է արևելքի ուրեմն պատվախնդրության կանոններով։ Մի զինվորի փոխարեն 10 զինվոր թշնամուց անպայման պետք է նա ուրեմն սպանի։ Կամ տեսնում ենք, չէ, Իսրայելի սանձարձակությունը, երբ ուզում է հարվածում է Լիբանանին, երբ ուզում է հարվածում է Սիրիային, այսինքն խաղի կանոնները շատ լավ հասկանում է, բայց դրա փոխարեն ինչ ասում է դուք հարգելի Իսրայելի քաղաքացիներ բարեկեցիկ մի ապրեք, որովհետև ես ռմբակոծում եմ Սիրիան կամ Սիրիան ուզում է իմ դեմ ինչ-որ կանել, ոչ իհարկե։ Նա իր ճանապարհով, ինչպես ասում են, բարեկեցիկությունը իր ճանապարհով, կոնֆլիկտները իր ճանապարհով, քաղաքականությունը իր ճանապարհով, բիզնեսը իր ճանապարհով։ Պարոն Մելքոնյան, այդ դեպքում հարց է առաջանում, ինչու մի քանի հազար տարվա պատմություն ունեցող հայ ժողովուրդը, որը միշտ ապրել է այս տարածաշրջանում, այդ պարզ իրողությունները հիմա կարծես ամբողջովին չի գիտակցում։ Ինչու չի գիտակցում կայսրությունների տրամաբանությունը, հա, ինչպես են դրանք հարաբերակցվում, ինչպես են վերաբերվում եւ անընդհատ կարծես մենք այդ պահերին փոփոխությունների գլոբալ անընդհատ մենք կորցնում ենք։ Տեսեք, կարող ենք այսպես մի անգամ շահել ենք Խորհրդային Միության
գործանման այսպես կարող ենք ասել, երկու առումով։ Առաջինը իհարկե կարող եմ հիշել Նժդեին, որ ասում է, որ մենք պատմության ամենածույլ աշակերտներն ենք եւ երբևէ դասեր չենք քաղում պատմությունից, եւ հիմա էլ դրա փուլերից մեկն է։ Ես հիմա տեսնում եմ հասարակության մեջ տրամադրություններ, որոնք ցույց են տալիս, որ ոչ միայն պատմությունից դասեր չենք քաղել, այլև պատմության դասագիրքը չենք էլ բացել, որովհետեւ եթե բացած լինենք դասագիրքը, չենք կարող ասել, որ թուրքը կարող է լինել մեզ բարեկամ կամ թուրքին ավելի շատ նախապատվություն տանք, քան ասենք մեր հայրենիքին ծառայություններ մատուցած գեներալներին կամ քաղաքական գործիչներին եւ այլն եւ այլն։ Ես չեմ տեսել որևէ մի թուրք, որը ասի ավելի լավ է հայերը գան, բայց չի մեր նախկին ինչ-որ գեներալը կամ նախագահը կամ ինչ-որ վարչապետը չգա։ Իսկն ես այդպիսի երևույթ կամ բանդից դուրս չէ։ Այո, այդպիսի բան դժվար է պատկերացնել։ Հիմա երկրորդը, որ միգուցե այդ մտածողությունը, պետականաստեղծ մտածողությունը մեր ժողովրդին մի քիչ ավելի խորթ է։ Մեզ մոտ միգուցե բիզնես եւ այլ ավելի, այսպես ասած, մենք հաջողակ ենք, հա, կարող ենք ունենալ քրքրքորյան, արվեստի մեջ կարող ենք ունենալ մեծություններ, Շարլ Ազնավուր եւ այլն, բայց միգուցե այդ պետականաստեղծ գաղափարներին մի քիչ ավելի սառն ենք մոտենում։ Քաղաքական մտքի առումով կաղում ենք։ Այո, քաղաքական մտքի, քաղաքական ինտելեկտի առումով, բայց այնպես չի, որ մեզ մոտ անապատ է եւ մեզ մոտ էլ եղել են կան եւ վստահ եմ լինելու են նաեւ այդպիսի մտածողներ, մտածող քաղաքական գործիչներ, որոնք այս բարդ իրավիճակներում կարողանալու են պետական շահը ուրվագծել։ Այլ բան է այդ ուրվագծածի հետևից կգնան, թե չեն գնա, կգնան պրիմիտիվ, մակերեսային, պոպուլիստական ինչ-որ գաղափարների հետևից, ասֆալտի, չգիտեմ ինչի եւ այլնի հետևից։ Եվ այսպիսի մի գաղափար ունեմ, ճիշտ ասած, վերջերս նաեւ քննարկում եմ իմ գործընկերների հետ, որ մենք երկար դարեր ասում են պետականություն չենք ունեցել, բնականաբար այդ էլիտան էլ թերի է եղել մեզ մոտ, հա, պետական մտածողությամբ էլիտա։ Չի էլ եղել, այո, որոշ ժամանակ, բայց խորհրդային միության ընթացքում ձևավորվել է այդ էլիտան։ Վերջերս մասնակցում էի խորհրդային Հայաստանի երկարամյա վարչապետներից մեկին նվիրված, Ֆադե Սարգսյանի նվիրված միջոցառման, այդ սերունդը պետական մտածողության այդ դասընթացը, ասեմ, վերապատրաստումը, անցած սերունդ է, չէ՞։ Այսինքն ինչպես է պետք ղեկավարել պետությունը եւ այլն։ Իսկ այս ընթացքում մենք այդ մտածողությունը կարողացել ենք ձեռք։ Բայց դրա համար ունեցան Արցախյան հաղթած պատերազմ, բայց դրանից հետո այս ստեղծվեց վակուումը, որը առաջ բերեց ահա այսպիսի վիճակ, որ առաջ եկան ոչ թե քաղաքական գործիչներ, քաղաքական ինտելեկտի առումով փայլատակող գործիչներ, այլ առաջ եկան էժանագին պոպուլիստներ, պոպուլիզմով եւ ինչ որ շատ նախնական մարդկանց բնազների վրա ազդելով քաղաքականություն մտնող կերպարներ, դրա համար պետական նավը հիմա ղեկավարում է, վստահված են մարդկանց, որոնք ոչ թե լայն պետական գործչի, պետությունը պահելու եւ պահպանելու մտածողության կրողներ են, այլ մտածողության կրողներ են, բայց ես հավատում եմ եւ վստահ եմ եւ տեսնում եմ, որ կան Հայաստանում, հայկական միջավայրում այդ քաղաքական մտածողության իրական կրողներ, այսինքն պետականության գաղափարը իրական կրողներ, բայց թե ինչու են նրանք ստվերում, ինչու են լուր, ինչու են դանդաղում, ինչու չեն լսվում եւ այլն, դա արդեն այլ երևույթ է, բայց այնուամենայնիվ, եթե մենք որպես պետություն ուզում ենք մնալ, այլ ոչ թե աշխարհին շարունակենք ներկայանալ Շարլ Ազնավուրներով, Քրքորյաններով, հիմա այդ չեմ ուզում համեմատել, բայց այդ սանդղակը կարծես իջնում է, չգիտեմ, Քիմ Քարդաշյաններով եւ այլն, ապա մենք պետք է կարևորություն տանք շատ հարցերում քեզնից զողողություններ պահանջող, բայց պետական մտածողությանը, պետական քաղաքական ինտելեկտի կրողների եւ այդ դեպքում մենք կարող ենք ունենալ պետականություն, ընդ որում բարդ տարածաշրջանում գոյատևող պետականություն։ Այլապես մենք կարող ենք վերածվել այսպես շատ աշխարհին մեծ բիզնեսմեններ, արվեստագետներ, սպորտսմեններ տվող ազգի, բայց ոչ պետություն ունեցող ազգի։ Այս առումով վերջին հարցը եւ ավարտենք, դուք համեմատականներ տարաք խորհրդային սերնդի հետ եւ անկախության սերնդի հետ։ Կարող ենք եզրակացնել, որ անկախության սերունդը գոնե այս փուլում պարտվեց։ Ես կարծում եմ անկախության սերունդի գոնե երկրորդ սերունդը, այսպես ասած,
չստացվեց, անկախության առաջին սերունդը չկարողացավ անել լավ սերնդափոխություն, այդ դպրոցը չկարողացավ լիարժեք շարունակել եւ իրենք էլ այո ովքեր որ կան իրենք էլ ըստ էության այո պարտվեցին, որովհետեւ չստեղծեցին հենարան եւ չստեղծեցին դպրոց ինստիտուցիոնալ մակարդակով շարունակողներ, եթե ստեղծեցին էլ ապա շատ քիչ եւ հասարակության համար ոչ ընկալելի։ Դրան զուգահեռ, եթե համեմատություններ ենք անում խորհրդային եւ անկախության շրջանների, ապա մենք պետք է տեսնենք, որ կրթական մակարդակներն էլ են տարբեր։ Նույնիսկ ազգային ինքնագիտակցության մակարդակն է տարբեր, ինչը շատ տարօրինակ է։ Այո, սովետական թեկուզ ուշ շրջանի կրթական համակարգը նայենք, դպրոցները նայենք, դպրոցից դուրս եկած մարդկանց իմացությունը գրականության, պատմության եւ այլն, եւ հետո նայենք։ Բնական է, որ այն սերունդը, որի համար արժե համակարգը փլվել էր, արժեք են մեքենաները, բարձր սիգնալները, չգիտեմ եւ այլն, աղջիկների պարագայում այլ բաներ, ապա բնական է, որ այդ սերունդը չէր կարողանալու հաղթել, այսինքն չէր կարողանալու շարունակել այդ անկախության ու պետականության գաղափարը։ Այնպես որ եթե ձեր հարցին ուղիղ պատասխանեմ, ու այո, անկախության սերունդը գոնե չհասցրեց ստեղծել հաղթանակի նախադրյալներ, չկարողացավ, չուզեց, թե չստացվեց, չգիտեմ, բայց ամենայն դեպս փաստը մնում է փաստ։ Բայց այդ հիշողությունը պետական էլիտայի գոնե կա եւ պետական լավ էլիտա ստեղծելու մեծ հնարավորություններ եւ ռեսուրսներ կա։ Ես կարծում եմ դա է մեր պետականության շարունակականության լուրջ բանաձևը։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար, այսքանով ավարտենք։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մենք հյուրընկալել էինք թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանին։ Կհանդիպենք։